Առաջ թյուր կարծիք կար, որտեղ 60-ից հետո ինչ սեռական կյանք, բայց հիմա դա փոխվել է շատ մեծ տարիքում տղամարդիկ գալիս են հենց այդ խնդիրը կարգավորելու համար, որովհետև դա մարդու բնական կյանքի կարգ ու կանոնի հատվածն է կազմել տասնյակ տարիներ ու ինքը չի կարող հրաժարվի դրանից, ինչը ասում են տարիքը անցա ու իսկ մենք այդ տարիքում փորձում ենք հենց այդ խնդիրները լուծել։ Բժիշկ Տոնյան, արդյոք դա է պատճառը, որ մարդիկ մի տեսակ ամոթխածության ոնց որ քողով շղարշեն այս ոլորտի խնդիրները, ել չասենք, որ դրա տակ նաև սեռականը թողեցինք մի կողմ, բայց միզային համակարգն ոնց որ տուժի էլի, որ իմ համար էլ է շատ հետաքրքիր, որովհետև միշտ երբ որ խոսում ենք հրավիրում են հաղորդումները, հիմնականում երիտասարդներին են նվիրված հաղորդումները ու երիտասարդներն են օգտվում, իսկ ուրոլոգիան երկրորդ գերիատրիան է, մարդիկ ովքեր հենց ամենաշատ պացիենտների հոսքը լինում է հենց 60+ տարիքում, ամենահիվանդությունները ուրոլոգիայում ավելի արտահայտված են դառնում 60+ տարիքում ու դրա համար շատ կարևոր է նմանատիպ հաղորդում ունենալը ու նմանատիպ եթերներին գալը, ես մեծ սիրով եմ, գիտեք, համեցել ստեղ։ Ես շատ շնորհակալ եմ, որ նաև դուք ինձ ուղղորդեցիք, որովհետև ես իհարկե գիտեմ, որ խոսքը բնակության 30%-ի մասին է, բայց որ նաև ձեր ոլորտում այս խնդիրները կան ու մարդիկ դիմում են, ինձ համար էլ էր նորություն։ Մի քիչ ընդհանուր բնույթի տվյալներ տանք, երբ որ ասում ենք ուրոլոգիական հիվանդություններ, ինչ նկատի ունենք։ Նկատի ունենք տղամարդկանց միզասեռական համակարգը, համ միզային, համ սեռական համակարգը եւ կանանց միզային համակարգի խնդիրները։ Ու ավելի մանրամասն բացատրեմ, եթե դեմ չեք, դա առաջի հերթին ամենաշատը երիկամաքարային հիվանդությունն է, այսինքն պոչկի քարը, ասենց ասեմ, մարդիկ ավելի հասկանալի լինի։ Դա այդ պոչկի պրիստուպներն են, քարերն են, կիստաներն են երիկամների, որ մեծ տարիքում շատ են հանդիպում, շատ են հանդիպում։ Տղամարդկանց մոտ շագանակագեղձի բարորակ գերաճն է ադենոման, որ ասում են ադենոմա ունեմ, ադենոմա էլ չէ, ադենոմիա։ Ոնց ասում են պացիենտները, բուժառուները, այդպես էլ ասեք, որ ճանաչեն հիվանդությունը։ Շագանակագեղձի ադենոման է, շագանակագեղձի քաղցկեղն է, միզային համակարգի տարբեր տեսակի ուռուցքային հիվանդություններն են, պարկի, երիկամների, միզածովանի քաղցկեղն է եւ շատ խնդիրներ կապված իրենց հորմոնալ համակարգի հետ, մենք sense հասկացողություն ունենք, կանանք ունենք չէ կլիմաքս հասկացողությունը, մենոպաուզան, բայց կա նաեւ անդրոպաուզա։ Երբ որ տղամարդու հորմոնալ համակարգն է գնում դեպի իջեցում եւ տղամարդկանց մոտ են ի հայտ գալիս որոշակի խնդիրներ սեռական կյանքի հետ կապված։ Հիմա արդեն գանքը բուն խնդրին, որ ասում է 55-ից հետո 60-ից հետո տղամարդու միզային համակարգում ինչ հիվանդություններն ի հայտ գալիս, ինչքանով են վտանգավոր։ Իջնենք տարիքը 50-ի վրա կանգնենք, Եվրոպայի ուրոլոգիական ասոցիացիան եւ ամերիկյան ուրոլոգիական ասոցիացիան վերցրել են 50 տարիք, ինչպես նաեւ հայկական ուրոլոգիական ասոցիացիան։ 50 տարեկանում յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է, չեմ ասում պետք է, պարտավոր է հանձնի PSA քննության անալիզ։ Ինքը Երևանի ու մարզերում տատանվում է իր գինը 3000-ից 6000 դրամի սահմաններում, բայց հուսանք առողջապահության նախարարության համապարփակ ապահովագրությունը երբ որ մտնի, այդ անալիզները կմտնեն չեքափերի մեջ, այսինքն պարտադիր սկրինինգների մեջ ու գիտենք 65+ տարիքը մտնում է պետությունն է ֆինանսավորելու, այս փոքրիկ այտենց ուրախալի լուր է էլի Հայաստանում լինելու ու այդ անալիզը կմտնի նաև անվճարի մեջ։ Տարին մի անգամ հանձնում ենք PSA քննություն։ Ինչ է ինքը պրոստատ սպეციფიկ անտիգենը բարձրանում է մի երբ որ պրոստատում որևէ խնդիր կա, այդ թվում եւ պրոստատի քաղցկեղ։ Եթե մենք տեսնում ենք PSA բարձրացած թվեր, մենք հիվանդին արդեն պետք է շարունակենք հետազոտել, կատարել օրինակ MRT քննություն կամ շագանակագեղձի բիոպսիա, վերցնել կտոր հասկանալ այնտեղ ուռուցքային process կա թե չէ։ Լավ լուրը։ Եթե շագանակագեղձի քաղցկեղը հայտնաբերվում է վաղ փուլերում, որը հենց PSA screening-ը թույլ է տալիս, ինքը 100 չէ, 150%-անոց բուժվում է։ Հնարավոր է հենց մի հատ վիրահատությամբ ամբողջ հարցը ավարտվում է, մարդը գնում է ապրում է իր նորմալ բուն կյանքով։ Միզային համակարգի խնդիրները այստեղ ավելի պետք է իջնենք տարիքը 40-ից սկսած խորհուրդ ենք տալիս տարեկան 1 անգամ անցնել միզասեռական համակարգի սոնոգրաֆիկ հետազոտություն։ Երևի մեր հյուրերին հետաքրքիր կլինի պատմությունով պատմեմ, մեր բժիշկներից մեկին ուղղակի ոչ թե զվարճանքել ուսուցման նպատակով սոնոգրաֆիկ հետազոտություն էինք անցկացնում, այն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունում էի աշխատում, ասի արի մի քիչ ձեռս բացելու համար սոնոգրաֆիա անեմ ու ուղղակի ոչ մի գանգատ, ոչ մի երևույթ, ոչ մի բան չկա ու երիկամի վրա հայտնաբերեցին գոյացություն։ Գոյացությունը կատա հետազոտություն ցույց տվեց, որ չարուրա գոյացությունն է։ 3 օրից վիրահատություն կատարեցինք, վերացրեցինք ուռուցքը ու վերջ։
Վերջացավ, այսինքն հնարավոր եղավ շատ վատ ուռուցքը, որը կարար 1-2 տարում այդ մարդուն սարքել։ Կյանք արժանա։ Հա, կյանք արժեներ, մենք ընդամենը մի քանի րոպեում այդ հարցը լուծեցինք։ Զուտ վաղ հայտնաբերման։ Տարին մի անգամ սոնոգրաֆիկ հետազոտությունը պոլիկլինիկաներում բոլոր մարդիկ նավանգատ եթե ունեն, իրենք կարող են անցնել անվճար։ Այսինքն մենք ունենք PSA ու սոնոգրաֆիկ հետազոտություններ։ Երկու պարզ գործողություն, որ եթե տղամարդիկ կատարեն 40-ից Եվ կանայք սոնոգրաֆիկ հետազոտությունը եւ կանայք։ PSA սոնոգրաֆիա տղամարդիկ, սոնոգրաֆիան կանայք եւ տղամարդիկ միասին։ Մարդու կնիկ վերցնում են թեթևեն, գնում են պոլիկլինիկա սոնոգրաֆիան անցնում են։ Վառ գանգատները, որոնց պետքա վազել հիվանդանոց։ Ուշադրություն դարձնել։ Չէ, վազել հիվանդանոց։ Ուշադրություն կարող դարձնեք ձեր ճնշմանն ու շաքարին։ Վազել հիվանդանոց, այսինքն գանգատն եղավ գիշերվա կեսին մոտենալ հիվանդանոց։ Առաջինը արյունամիզությունն է։ Մեզում արյունը ոչ մի տեսակ նորմալ չի։ Այսինքն, եթե տղամարդը կամ կինը գնացին զուգարան, զուգարանը կոնքում արյուն տեսան, թեկուզ մի փոքր, թեկուզ աննշան, թեկուզ իրանց թված, ավելի լավ է մի հատ ավել հետազոտվել, որտեղ արյունամիզությունը շատ լուրջ հիվանդությունների մասին կարող խոսա։ Մայր մարդիկ միշտ միզաքարային հիվանդությանը մատերի արանքով են ասում, դե կարող է ավազա եկել, հա, բայց դա էլ նորմալ չի։ Ավազա եկել վնասել է միզուղիները, պետքա դրանով զբաղվել։ Երկրորդը կարող են լինեն հենց ուռուցքային հիվանդությունների առաջին նշանները։ Վերջերս շատացել են ուռուցքային միզապարկի ուռուցքները, որոնք հենց արյունամիզության գանգատով մարդու դիմումը կլինիկա, ու մենք հայտնաբերում ենք միզապարկի գոյացություններ։ Մի միջանկյալ հարց տամ, երբ որ արդեն արյունամիզությունն է, սա կարող ենք ասել, թե հիվանդության որ փուլում է արդեն, բարձ թե նայեք, առաջ մենք մտածում ենք, որ հա, արդեն վատ, բայց այս վերջի 1-2 տարում ես բազմաթիվ դեպքեր եմ ունեցել, որ առաջի աստիճանի, առաջի ստադիայի PTA, PT1 միզապարկի ուռուցքները արյունահոսում են։ Ու այդ հիվանդներին, դա կապված է նաև, որ իրենք ճնշման համար գնացել են հիվանդանոց, իրանց ասպիրին են տվել, իսկ քանի որ դա զգայուն լավ անօթավորված զոնա է, սկսել է արյունահոսել, ու ասում են փառք տվեք Աստծուն, որ հա, ես հիվանդներին ասում եմ գնացեք մատաղարեք, հա, չգիտեմ, ճնշման կամ ինչի համար իրենք խմում են կարդիոասպիրին, կարդիոմագնիտ կամ արյուն ջրի կասնող ուրիշ տեղեր, մենք ստե կոագուլյացիայի հետ խնդիրներ ենք ունենում։ Մեր հանրությունը, նայեք, մենք սիրում ենք ասել, չէ, առաջ մեր երեխեքին որ sense չեն կերակրում կամ առաջ որ այս բանը չենք ասում, բայց մենք մեր հասարակությունը մեծամասամբ հիվանդ է։ Այսինքն Հայաստանում նորմալ է, որ մարդը ասում է 60-ից դե շաքար ունեմ, ճնշում ունեմ, էս ունեմ, նորմալ չէ, 40-ից հետո նորմալ չէ, այսինքն լուրջ հիվանդությունների անունը տալիս, ասենք շաքարային դիաբետ, մահացու լուրջ հիվանդություն է։ Դե շաքարը ով չունի, ճնշում ով չունի։ Հա, նորմալ չի նմանատիպ արտահայտություններ անելը։ Այսինքն ոչ թե արտահայտությունը նորմալ չի, արտահայտությունը մոտեցում է նայ։ Մոտեցումը, հա, ու այս արտահայտությունների հենց տակ մենք ունենում ենք թաքնված հիվանդություններ։ Դրա համար ուղղակի սա կոսֆինի մի լավ բան է եղել, կարդիոասպիրին համատարած խմում են, օր միզապարկի ուռուցք ունի որոշների մոտ ինքը սկսում է արյունահոսել։ Հա, ինքը սկսում է արյունահոսել։ Երկրորդ դրա համար ստադիավորում չենք կարանենք, բայց այս պարագայում վազում ենք հիվանդանոց։ Աշխարհում մեկ-մեկ զարմանում են եւ որ Հայաստանում մենք նկարագրում ենք եւ զարգացած երկրներում, ես չեմ խոսում հետսովետական երկրներ, խոսում եմ զարգացած բժշկության, եվրոպական, Իսրայել, ԱՄՆ, Կանադա եւ մնացած երկրներում խոսում են, որ մենք կատարում ենք որոշակի վիրահատություններ կապված միզապարկի ծանր մետաստազավորված ուռուցքների հետ։ Իրանց մոտ դա կամ էմիգրանտներն են, կամ մեր երկրներից այն երկիր ժամանակ Հիվանդը։ Հա, ինչու շուտ չեք տեսել, որովհետեւ իրանց մոտ տարեկան 2 անգամ չեք հապանցնել, դա սովորական երևույթ է։